Պարոն Եղոյան, ընտրությունների վերջնական արդյունքների վերջնական ամփոփումից 4 օր է անցել, բայց Ռուսաստանը դեռ չի շնորհավորել։ Այն ժամանակ ասել էին սպասում ենք դրանց ամփոփմանը։ Ինչու ըստ մինչև հիմա չեն շնորհավորել։ Դա պետք է ռուսական կողմին հարցնել եւ իրենց ներկայացուցիչներին, բայց ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների վրա, այլ երկկողմ հարաբերությունների վրա։ Այդ երկկողմ հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված հարցեր եւ այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք, ոչ թե կենտրոնանանք շնորհավորել, չշնորհավորելու վրա։ Փոխկապակցված չեն։ Անուղղակիորեն փոխկապակցված են, բայց շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն։ Որոշում է, պարոն Եղոյան, Ես չգիտեմ, իրենց պետք է հարցնեք, ես իրենց խոսնակը չեմ։ Դուք ինչ եք կարծում, երբ որ փաստորեն մեկ շաբաթ կլինի եւ չեն ստորագրում, սա արդյոք չի խոսում, որ հարաբերությունները ավելի լարվում են։ Ես ուրիշների գործողությունների մոտիվացիաների վերաբերյալ իմ կարծիքը հայտնում եմ անհրաժեշտաբար, այլ ոչ թե ուղղակի ցանկացած հարցին ի պատասխան։ Եթե լինի դա քաղաքական անհրաժեշտությունը, ես իմ կարծիքը կասեմ, բայց հիմա չկա դրա անհրաժեշտությունը։ Այն մասին, որ պետք է առանձնահանդիպում լինի Փաշինյանի եւ Պուտինի միջեւ եւ այդ հանդիպումն էլ ըստ էության երևս պարզ չի երբ է լինելու։ Իրենց կողմից էր նշվել, Պեսկովն էր ասել, որ հանդիպում է լինելու ընտրություններից հետո, բայց փաստորեն այդ մասին էլ հիմա չեն խոսում։ Հիմա չեն խոսում, հետո կխոսեն։ Եթե պիտի լինի, ուրեմն պիտի լինի, ամեն դեպքում տեղի ունեցել ընտրություններ, ձևավորվել է իշխանություն, այդտեղ կարծում եմ որևէ մեկը կասկած չունի եւ որևէ մեկը կասկած չի արտահայտել, թե ըստ ընտրությունների արդյունքների ով է ընտրվել Հայաստանի վարչապետ, որ քաղաքական ուժն է ձևավորում խորհրդարանական մեծամասնություն, այդտեղ կարծում եմ կասկած որևէ մեկի մոտ չկա, ես ամեն դեպս չեմ լսել նման կասկած նույնիսկ ընդդիմադիրներից, մնացածը արդեն աշխատանքից չէ ձեզ համար Ռուսաստանի այս դիրքորոշումը հարաբերությունների լարվածության գնալու։ Ես ասացի, որ ես իմ պաշտոնը ինձ պարտադրում է մտահոգությունը արտահայտել անհրաժեշտաբար։ Այսինքն ես իմ ամեն մի մտահոգություն, նույնիսկ եթե այդպես կա, ես ուղղակի այնպես չի, որ առավոտյան զարթնեմ, ունենամ մտահոգություն եւ գամ ձեզ պատմեմ դրա մասին։ Եթե կարիք լինի արտահայտել մտահոգություն, դա պետք է լինի քաղաքական անհրաժեշտությունից դրդված։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասաց, եթե համաձայն չեք ընտրությունների արդյունքների հետ, դուրս եկեք հրապարակներ լսեք։ Երեկոյան Սամվել Կարապետյանն ասաց, որ հայտարարում են համախմբման մասին ընդդիմադիր ուժերի, ինչ եք կարծում, ինչ է պլանավորվում եւ արդյոք սա այսպես ասած։ Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան պլանավորվում է։ Չէ, ինձ չի թվում, որ ինչ-որ բան պլանավորվում է։ Իրենք ոչ մի բան էլ չունեին պլանավորած եւ հիմա էլ չունեն պլանավորած եւ երեկվա իդեպ այդ հարցազրույցը մինչեւ հիմա չի հրապարակվել, չէ։ 4-5 խմբագիր գնացին, դուք կայիք, ձեր խմբագիրները կային, ձերը կար, հա, բա ուր է չի հրապարակվում հարցազրույցը, հաստատ։ Բա շնորհավորանք, ասում եք շնորհավորանքն է ուշանում, մի ամբողջ խոշոր քաղաքական ուժի առաջ, չէ, ուղղակի զարմանում եմ, ինչի՞ չի մոնտաժում են, այս 13 ժամը։ Անհամբերությամբ սպասում եք, պարոն Եղոյան։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանում ազատ մամուլի աշխատանքի։ Ես դրան եմ սպասում, ոչ թե ինչ-որ մեկի խոսքին, այլ սպասում եմ, որ մամուլը կլինի ազատ, չի սպասի մոնտաժված կադրերի ուղղակի կհրապարակի այն, ինչը լսել է երեք։ Բայց ինքս ասում եմ, ուղիղ եթերում ենք մենք պատրաստվում այդ ամենը անել ընդդիմադիր ուժերի հետ։ Հələ Երևանը թող լիներ ուղիղ եթեր։ Իսկ ուղիղ եթերում դրա մասին չի կարասել հայտարարի։ Մնացածը ո՞նց է ուղիղ եթերում անելու։ Պարոն Եղոյան, ինչ եք կարծում, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք մի քանի պատգամավոր թեկնածուների անձեռնմխելիությունից զրկել է փակ ռեժիմով արեց։ Ես չգիտեմ, դա իրանց գործն է, ես ինչ պիտի ասեմ։ Երևի ձևն է այդպես, չգիտեմ, ինչի մասին է խոսքը։ Նրանց պաշտպանները արան։ Փակ, այսինքն լրագրողներ չեն եղել, թե, բայց իրանց ներկայացուցիչները եղել են, չէ։ Դե հերիք է, իրանց ներկայացուցիչները եղել են։ Նա Կարեն Վարդևանյանը միտում էր տեսնում։ Ինչ միտում։ Դե որ չեն ուզում, ասում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Արան Վարդևանյանն ինչ ավելի լավ նոր գործ կունենա, էլի զբաղվելու։ Արան Վարդևանյանի գործերը դրանից միայն լավանում են, ինչի՞ է մտահոգվում։ Արան Վարդևանյանը կարծում եմ պիտի ուրախ լինի, որ ինքը նորանոր առիթներ է ստանում հայցեր ներկայացնելու եւ փող աշխատելու։ Դա խնդրահարույց չէ, այսինքն ժողովրդավար պետությանը հարիր է նման գործելավոճը։ Ինչ պետք է կարգավորումը նայեք, ես չգիտեմ այդ կարգավորումները։ Պետք է լինի անձեռնմխելիությունից զրկելը փակ ռեժիմով քննել, այդ նիստը փակ անել։ ԿՀ-ին հարցրել եք։ Ես Ռուսաստանի նախագահի մասին հարցեցի, ԿՀ-ի մասին հարցեցի, կարող եք տալ ինձ հարցեր, որոնք
որոնք պատշաճ են իմ Պարոն Եղան, դուք կարծում եք Պաշտոնին, պետությունը չի կարող փողոցներ լցնել, հրապարակներ լցնել։ Ինչպես Փաշինյանն էր հորդորում։ Ընդհանրապես փողոցները եւ հրապարակները ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունն է լցնում, այդ տերմինաբանությունն էլ էլի ինձ մի քիչ տհաճ է, այլ հասարակությունը որպես ապրող օրգանիզմ, եւ տեսնում է, որ տեղի ունենում անարդարություն, օրինակ 2008 թվականի եթե չեմ սխալվում փետրվարի 19-ին էին, չէ՞, ընտրությունները։ Փետրվարի 20-ի առավոտյան մարդիկ առանց որևէ կոչի, ես այդ օրը շատ լավ հիշում եմ, Մատենադարանի ուրեմն դիմացի հատվածում էին, ուրեմն Մաշտոցի պողոտայի այդ հատվածը ողողված էր ուղղակի մարդկանցով եւ դա այնպես չի, որ ինչ-որ մեկի կոչին են իրանք հետևել, իրենք ուղղակի տեսնելով թե ինչ է կատարվել ընտրատեղամասերում, հետո հաշվարկի ժամանակ ամբողջ գիշեր հասարակությունը դա իմանում է, հնարավոր չի դա թաքցնել հասարակությունից, կոչի կարիք էլ չէր լինի։ Մարդիկ ինքնաբուխ դա կամ 2013 թվականի հիշում եք, երբ Ռաֆի Հովհաննիսյանի թեկնածու էր եւ էլի ընտրությունները կեղծվեցին։ Մարդիկ դա գիտեին, չէ՞։ Մյուս ընտրությունները 98-ը հիշեք կամ ավակ սերնդից հարցրեք։ ՍԴ-ին վիճակում են գուցե սպասում են այդ արդյունքներին Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դա այդպես չի լինում։ Հասարակությունը ինքը միշտ հասկանում է ինչ է կատարվում եւ հասարակությունը չի մտածում քաղաքական գործ չի տրամաբանությամբ որ սպասեմ ես ինչին սպասեմ են ինչի եթե կա անարդարության զգացում հասարակությունը դա արտահայտում է Պարոն Եղան մամուլը գրել է որ պատրաստում եք 300,000 ստորագրություն հավաքել հանրակրվե անել մամուլը այո հրապարակներ գրել հրապարակը իրենց հարցրեք չգիտեմ մամուլը գրել է հա հրապարակը գրել է մտադրություն ունեք ով իշխանությունը նման հարց մենք չենք քննարկել իմ գլխում նման միտք չի ծագել, կարող է ինչ-որ մեկի մտքում ծագած լինի, չգիտեմ, բայց ամենայն դեպս դա գործիքներից մեկն է։ Բայց ես չեմ ցանկանա, էլի հրապարակի գրածները մեկնաբան եմ, էլի հրապարակը։ Ասում եմ չբացառեցիք։ Կներեք, իսկ ինչու պետք է օրենքով սահմանված որևէ գործողություն բացառեմ։ Հիմա ոնց որ կներեք, ասեք կարող է վաղը անձրև գա քաղաքում, ես ասեմ չգիտեմ, դուք ասեք դե չբացառեցիք, որ վաղը կարող է անձրև գա։ Ես չեմ հասկանում էլի ձեր հարցերի տրամաբանությունը։ Այս աշխարհում շատ քիչ բան ես կարող եմ բացառել, այսօրվա աշխարհում շատ քիչ բան կարող եմ բացառել։ Պարոն Եղան, ձեզ համար ընդունելի էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի փաստորեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ դուրս թողնվեց այն պատճառով, որ 3 ընտրատեղամասերում ՇՄ չհաղթարեցին եւ նրանք մեկնաբանում են, թույլ տվեք ես իմ հարցը տամ, դուք հետո ձեր հարցի մեջ կա ձևակերպման սխալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մեկի դուրս չի թողնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի նման լիազորություն, ինչ-որ մեկին դուրս թողնելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անսալով ընդդիմության պահանջին ստուգել է այդ 3 տեղամասերում արկա խնդիրները եւ հանգել է եզրահանգման, ընդ որում իրանց տարածած տեսանյութերով, իրանց բարձրացած աղմուկով նաեւ անսալով իրենց պահանջին ստուգել է այդ 3 տեղամասերում տեղի ունեցածը եւ հանգել է եզրահանգման, որ այնտեղ տեղի ունեցել անթույլատրելի խախտումներ, ընտրատեղամասի արդյունքների վավերականության հետ անհամատեղելի արդյունքներ եւ այդ 3 տեղամասի արդյունքները ճանաչել է անվավեր, այլ բան չէր կարող անել։ Շատ լավ է, բայց ասում են պետք ավելի ճիշտ կլիներ եւ նաեւ այդ ընտրողների իրավունքները հարգված կլիներ, եթե վերաքվյարկություն տեղի ունենար եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ ասում է 200 ձայն վերականգնվում էր այդ կերպ եւ միտումնավոր վերաքվյարկություն չիրականացրեցին։ Ընդհանրապես չգիտեն քանի ձայն ունեն այդտեղ, հասկանում եք, ժամը 8-ից հետո քվեարկությունները վավեր չեն։ Ոչ ոք չգիտի այդ տեղամասում ինքը քանի ձայն ունի։ Մենք էլ չգիտենք։ Մենք էլ 605 ձայն էինք, չէ՞ հավաքել, բայց մենք համոզված չենք, որտեղ մենք չգիտենք ժամը 8-ից հետո քանի հոգի է ընտրել ԿՊ, քանի հոգի է ընտրել ԲՀԿ կամ քանի հոգի է ընտրել մյուսին։ Արդյոք դա ավելի ճիշտ չէր լինի եւ մարդկանց իրավունքները նաեւ կհարգվեր 3000 մոտ մարդ փաստորեն մասնակցել է։ Որովհետեւ ընտրական օրենսգիրքը շատ հստակ ասում է, որ վերաքվեարկություն պետք է լինի այն դեպքում, երբ ամբողջ հանրապետության մասշտաբով անճշտությունների թիվը կարող է ազդել ընտրությունների, արդյունքների եւ մանդատների բաշխման վրա։ Եթե մենք գնանք այն կանխավարկածով, որ մեկ տեղամասի անճշտությունների թիվն էլ կարող է ազդել, այդ դեպքում հենց թեկուզ իշխանությունը կներեք, ես մի օրինակ բերեմ, օրինակ Գյումրու ընտրություններում, երբ մենք 200 ձայնով պարտվեցինք, հիշում եք, ընդամենը 200 ձայնով մենք Գյումրիում պարտվեցինք։ Պատկերացրեք այդ տրամաբանությամբ հիմա
ԿՀ-ն անվավեր ճանաչել մի ինչ-որ տեղամաս, որտեղ մենք 200, ասենք մեզ չէր հերիքել, չգիտեմ, մեկում 100 ձայն, մյուսում էլի 100 ձայն։ Եվ այնտեղ մենք էլի քարոզարշավ անեինք այդ երկու տեղամասերում մարդկանց էլի համոզեինք եւ հավաքեինք այդ 200 ձայնը եւ ստանայինք քաղաքապետի պաշտոնը։ Դա կլիներ ճիշտ, դուք նույն հաջողությամբ կգայիք, կասեիք ինչ եք վերաքվեարկություն դրել, չէ՞ որ դուք չեք հավաքել ամփոփված արդյունքներով այդ ձայները։ Դուք հատուկ վերաքվեարկություն արեցիք, որ Պարոն Եղոյան, չէ, այստեղ խնդիր է եղել, անվավեր է ճանաչվել, խնդիր եք տեսել, որ ժամը ավարտվել է, չէ, կարողայով եք դուք ասում, այստեղ կոնկրետ խնդիր կեր։ Դուք այնտեղի խնդիրն էլ չէիք տեսնի, չէ՞, դուք կասեիք ինչ կապ ունի, խնդիր կար չէ։ Չի եղել, հիմա եղել է, չի եղել, ամեն դեպքում չի հրապարակվել, այս դեպքում հրապարակվել էր։ Հիմա արդյոք ճիշտ չէ վերաքվեարկություն եւ փաստորեն դուք ասում եք ինչ որ հարց պետք է փոխվեր, բայց այս դեպքում էլ փաստորեն հնարավոր էր, որ վերաքվեարկության արդյունքում Բարգավաճ Հայաստանը ազգային ժողով մտներ։ Կարող է հնարավոր լինել, բայց դա կլինի արդեն տակտիկական քվեարկություն։ Շատ բան կարող է հնարավոր լինել։ Ասում եմ, որովհետեւ կստացվի, որ հանրապետությունում 3000 ընտրողներ արդեն իմանալով թե ոնց են քվեարկել մյուս 1.473.000-ը կկարողանան փոխել մյուս 1.473.000-ի քվեարկությունը։ Կստացվի, որ այս տեղամասերի մեկ ընտրողի ձայնը արդեն 100 անգամ ավելի ծանր է, քան այն մյուս բոլոր 1.473.000 ընտրողներից յուրաքանչյուրի ձայնը։ Դա է արդարությունը։ Երկրորդ փուլը պետք է ընդհանրապես նախատեսված չլինի։ Երկրորդ փուլը այն դեպքի համար է, երբ ամփոփված արդյունքներով չի կարողանում, հնարավոր չի լինում իշխանություն ձևավորել։ Օրինակ ոչ մեկ չի հավաքում մանդատների կեսից ավելին, պատկերացրեք այդպիսի իրավիճակ լիներ ազգային ժողովում, ոչ մեկ չունենար ազգային ժողովի դահլիճում պարզ մեծամասնություն։ Պատկերացնում եք, եւ կոալիցիա էլ չկարողանային ձևավորել։ Իհարկե լեզու չգտնեին, դա շատ է լինում խորհրդարանական հանրապետություններում։ Այդ դեպքում առաջատար երկու ուժերի միջև շատ ճիշտ նշեցիք։ Տեղի ունենում երկրորդ փուլ, այո, շատ ճիշտ նշեցիք, բայց դա հենց այդպես էլ կոչվում է երկրորդ փուլ։ Իսկ հիմա ձեր ասածն է նա, որ անենք երկրորդ փուլ առանց երկրորդ փուլի անհրաժեշտության։ Այսինքն սա կլինի արհեստական, տեխնիկական երկրորդ փուլ ընտրությունների։ Դա 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն կազմակերպել է, ոչ երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը նշանակում է, որ ողջ ընտրությունները նորից պիտի կազմակերպվեն։ Ես հասկանում եմ, ասեմ ըստ էության, եթե դա կարող է ազդել ազգային ժողովի, այսինքն մյուս բոլոր ընտրողների ձայնի կշռի վրա, դա ստացվում է երկրորդ փուլ, ստացվում է մյուս բոլոր ընտրողների ձայնի կշիռը մենք նվազեցնում ենք։ Այդ կասկած կարելի է չէ ունենալ, որ միտումնավոր դուք դա արեցիք, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չմտնի ազգային ժողով, որովհետև իրենք ասում են, որ 61-ից 61 պակասող ձայները ավելանում էր այս դեպքում 200-ից ավել ձայներ։ Այդ թվում եւ ԲՀԿ-ի բացեք Իվետա Տոնոյանի փոստերը, բացեք ուժեղ Հայաստանից Գոհար Մելոյանի փոստերը, ամբողջ գիշեր այդ երկու տեղամասերի մասին վիդեոներ էին եք տարածում, ասում էին, որ զինվորները ժամը 8-ից հետո քվեարկել են, դա անթույլատրելի է, բերել են, որ օգնեն ԿՊ-ին, որ լցոնեն, սա անեն, նա անեն։ Դա իրենք են պահանջել։ Հələ դրանք գումարած մետ էլ քաղաքասարակությունն է դիմել կա։ Քվեարկություն չէին ասում չեղարկվի։ Դա արդեն ԿՀ-ն է շարժվում ըստ օրենքի, այսինքն դա իրանք նախ չէին պահանջում վերաքվեարկություն, սկսենք այդտեղից ոչ, ասում էին անվավեր ճանաչեք, այդ հիմա են պահանջում, այդ հիմա են Քվեարկություն արեք, որովհետև մենք այդտեղ ահռելի ձայներ ունեինք։ Այ ապրեք, որովհետև այդ ձևակերպումը անընդունելի է։ Այդ ձևակերպումը վերաքվեարկում, որ չի որովհետև մենք չգիտենք թե իրենք այնտեղ քանի ձայն ունեն եւ ոչ ոք չգիտի։ Կարող է այդ 60 ձայնը հենց ժամը 8-ից հետո է եղել, մենք դա չգիտենք։ Դրա համար ինչ է նախատեսում ընտրական օրենսգիրքը։ Ասում է, դուք բոլոր անճշտությունները գումարում եք բոլոր կուսակցություններին կողմ քվեարկած ձայների թվին եւ դրանից հաշվում եք տոկոս։ Բա ինչի այն մյուս 920 անճշտության մասին դուք չեք ասում։ Այդ տեղամասի, մենք էլի չունենք անճշտություններ։ Ինչ որ թվից է հաշվում կուսակցության անցողիկ շեմը կամ տոկոսը, հաշվում է բոլոր կուսակցություններին տրված կողմ ձայներ, գումարած անճշտություններ։ Առանց այդ երկու տեղամասների, այդ 3 տեղամասերի անճշտությունների թիվը 920 էր, տարբեր պատճառներով, մեկում 5 անճշտություն, մեկում 10 անճշտություն, մեկում 20 անճշտություն։ Հիմա բա ինչի՞ չեք ասում, այդ թիվն էլ եկեք հանենք, կամ այդ թիվը ճշգրտելու համար եկեք օրինակ անենք վերաքվեարկություն։ Ինչի՞ չեք ասում։ Ինչի որովհետև դա գումարվում է ընդհանուր ընտրողների թվին։ Ընտրությունների ավարտից հետո ամբողջ հանրապետությունը դառնում է
մեկ կոպիտ պատկերավոր ասած դառնում է մեկ ընտրատեղամաս, բոլորի ձայները դրվում են մեկ տեղ եւ հաշվարկվում են այդ տեղում։ Եթե կա այլ կարծիք, հիմա սա դեմ գործը քննվելու է, այնտեղ կան ինձանից շատ ավելի ուժեղ իրավաբաններ, իրանք էլ թող մեծ իրանք կարծիքը տան, դրան գումարած այնտեղ բոլորը անկուսակցական են։ Դե վերջերս Վլադիմիր Վարդանյանը չգնաց, Բայց ինքը շատ լավ իրավաբան է եւ հասկացի, որ կպական էր։ Դե դա ինչ կապ ունի, կպական էր թե չէ, իրավական մեկնաբանություն պետք է հարցին տրվի, այսինքն ձեզ թվում է կներեք Դե ընդդիմությունը կասկածներ ունի, ասում է ինչպես կարող է ճիշտ որոշում կայացնել մի մարմին, որի անդամների մեծ մասը կպականներ են։ Իսկ ընդդիմությունը չի զարմանում, որ իրանք այդքան ձայն են հավաքել, իսկ ինչպես են այդքան ձայն հավաքել, դրա վրա չեն զարմանում։ Բա ընդդիմությունը, որ հիմա իրան ճղում է հերոսների նման, ասում են, տեսեք, սահմանադրական մեծամասնություն չունենք, բա ո՞նց է որ չունենք սահմանադրական մեծամասնություն, դրանից չի զարմանում։ Իրանք 300 այն ուժեղ Հայաստանը կներեք 340,000 աուտենտիկ ձայն ունի, հա, 340,000 մարդ հիմա, այսինքն հիմա որ դուք գնաք փողոցում հարցում անեք, կգտնեք 340,000 հոգու, Կովկասի հայ ձայնը տվել եմ ուժեղ Հայաստանին, ես գիտեմ ինչի համար եմ տվել, այս եւ այս քաղաքական պատճառով, թե գլուխները որովհետեւ լսել եմ հակակոռուպցիոնի ձայնագրությունները ընտրակաշառքի մասին, դրա համար դուք եք դա լսել, բայց դուք դա չեք, այ դուք կոնկրետ 24 նյուզի տարածել եք այդ, հա, տարածել եք, լավ, հա Լավ, եթե տարածել եք, բայց ես ամեն դեպքում չեմ տեսնում, էլի, այդ չեմ տեսնում, որ դուք հասկացեք, ես լրատվական միջոցին չեմ թիրախավորում, ես ուզում եմ ստանալ տեղեկատվություն տեղի ունեցող գործընթացների մասին, ես որտեղից դա պետք է ստանամ։ Հիմա դուք ասում եք ինչու եք բացառում։ Ամբողջ հրապարակված են 24 նյուզում։ Բա որ հրապարակված է, ինչ եք զարմանում, որ ես զարմանում եմ իրանց ձայների աուտենտիկության վրա, ինչ եք զարմանում, որովհետև Դուք կյանքում ամեն ինչ սպասում եք վճռի, ամեն ինչի։ Դե վճիռ չկա, ժողովուրդ ջան։ Բա այս տեղամասերի մասին էլ վճիռ չկա, ինչ եք եկել ինձ հարցեր տալիս, պնդումներ անում։ Դուք այս կյանքում ինչ դատողություն անում եք։ Դատանի վճռով եք այդ դատողությունները անում, որ տեսնում եք փողոցում մարդ սպանեցին։ Ասում եք դե դատանի վճիռ չկա, սպասենք վճռին նոր ասենք փողոցում մարդ սպանել են, թե չէ։ Կներեք, դա ինչ տրամաբանություն է։ Կես միլիոն ձայնը ստացել են։ Իրանք չեն ստացել միասին կես միլիոն ձայն, ես նույնպես եմ ասում։ Եթե իրանք այդքան ձայն ստացած լինեին քաղաքական գործընթացներով, քաղաքական պայքարով եւ քաղաքական խոսքով, իրանք գոնե իրանք ընտրողների հանդեպ լավ, ասենք, այն մեկը չի անցել, բայց այն Հայաստան դաշինքն էլ հո անցել է, նրանք էլ մի 140, հա, էլի չէ, էլ մասնակցում ճիշտ եք ասում, շնորհակալություն ուղղման համար։ Հայաստան դաշինքն էլ հո անցել է 145,000 ձայնել նրանք են չհավաքել, գոնե իրանց ընտրողների նկատմամբ պատասխանատվության հանդեպ, թե արդեն արձակուրդի սեզոնն է, գորգորացին այն Աննա Գրիգորյանի 5 տարի շարունակ ստեղ ներքին հանդը ասելով, վերջում գնաց ներքին հանդում 3 ձայն ստացավ, ու հիմա գնում են ամառային արձակուրդի, հա, այդ է իրանց մի 5 տարի էլ հեսա գալու են, ասեն 2/3 չունեք, 2/3 չունեն, իրանք թող որոշեն, դա էլ ես պետք է ասեմ, այդ բան եմ հուշում, այդ էլ հուշեմ։ Պարոն Եղան, տեսեք, հակասություն չկա, դուք ասում եք ընտրակաշառքով ստացել են այդքան քվե, իրենք էլ ասում են ընդդիմությունը գնաց, ներողություն իշխանությունը գնաց խախտումների ճանապարհով, վարչական Ինչ խախտում, խախտում պետք է ասվի, ասելով չի։ Ձայն ավարտեց, հիմա դուք ասում եք իրենք ընտրակաշառքով եկան, իրենք ասում են խախտումներով եկան, եւ եթե դուք ասում եք իրենք ընտրակաշառքով են եկել, այստեղ լեգիտիմության հարց չկա։ Իրենց լեգիտիմության հարցը կա։ Մեր 727,000 ընտրողներին ոչ չկա, որովհետև խորհրդարանը հենվում է խորհրդարանական մեծամասնության վրա։ Խորհրդարանը կարող է աշխատել, եթե նույնիսկ իրենց մանդատները իրենք չվերցնեն, սա էլ ասեմ։ Խորհրդարանը կարող է աշխատել միայն հիմնվելով նույնիսկ ոչ թե 3/5 մեծամասնության, այլ նույնիսկ պարզ մեծամասնության վրա հենվելով, գիտեք, քվորումը որն է։ Պարզ մեծամասնությունը 50% + 1 падգամավորները խորհրդարանի կարող են նիստ գումարել, նիստ անել, ձևավորել կառավարություն, բյուջե հաստատել, այսինքն այս ամեն ինչի բերումով խորհրդարանը լեգիտիմ է իր մեծամասնության լեգիտիմության բերումով։ Իսկ ընդդիմության լեգիտիմությունը այո կասկածի տակ է։ Եվ իրենք, ես նույնպես եմ ասում, դուք լսել եք, որ իրենք հերքեն են ձայնագրությունները։ Դուք նման բան, մի հատ իրանց դուք հարցախեղտ արել եք։ Ինչա նշանակում մոնտաժված է, եղած բանը կարաս կապ չունեցող մարդիկ միտումնավոր ներդրված մարդիկ լիան նման խոսակցություններ անեն
Հա, բայց այդ մարդը պետքա փողը ունենա, չէ՞, մի տեղից որ տանի տա այն մարդուն։ Ով գժվել իր սեփական գումարը առանց շահի, տանի ինչ որ մեկի վատություն անելու համար։ Եթե այդպես է, այդ մարդուն պետք է ասեն չեք ճանաչում, բայց այդ մարդիկ իրենց շտաբի աշխատողներն են, շտաբի պետեր են, այսինքն դա ինչ որ բան մարդիկ չեն, փողոցը պատահական անցորդներ չեն։ Այսինքն ընտրակաշար չեն բաժանել իրանք։ Այդ են ասում, այդ բոլոր ձայնագրությունները կեղծ են ըստ իրանց, հա, բոլորը պատահական մարդիկ են ներդրված, որոնք պատահականորեն խոսում են շատ կոնկրետ թեմաներից, շատ կոնկրետ մարդկանց հետ, շատ կոնկրետ գումարներից, շատ կոնկրետ վարկերից, շատ կոնկրետ ջինսերից, շատ կոնկրետ, չգիտեմ, ինչերից։ Այդ ինչ մեծ բան դարձավ, մի հատ կներեք, գեղարվեստական ֆիլմ դարձեցիք։ Պարոն Եղան, երեք հայտնի դարձավ, որ Եվրամիությունը արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար, Ռուսաստանի սահմանափակումները փոխհատուցելու նպատակով հայտնի սրանից։ Ամեն ինչ էլ հայտնի է, բայց ամեն ինչ մենք կիմանանք եւ դուք կիմանաք պաշտոնական հաղորդագրություններից։ Կարող եք որոշ փակագծեր գոնե բացել։ Այդ արդեն բացված փակագիծ է, Եվրամիությունը ունի տարբեր գործիքներ, ուրեմն մեծ տիպի խնդիրներ ունեցող իր գործընկերներին օգնելու համար եւ իրենք այդ գործիքները օգտագործելու են եւ մենք շատ շնորհակալ ենք Եվրամիությանը դրա համար ի ողբերգություն բոլոր չարախնդացողների այդ գործիքները օգտագործվելու են եւ մենք այս ժամանակավոր դժվարությունները, որոնք ծագել են մեր որոշ ապրանքատեսակների արտահանման հետ կապված հաղթահարելու ենք։ Առաջ ասում էիք, մասնավորապես Գևորգ Բաբյանն ասում էր, հունիսի 8-ից ամեն ինչ կկարգավորվի, ինչի չկարգավորվեց։ Շատ բաներ կարգավորվել են, մի որոշ բաներ դեռ չի կա, շատ հարցեր, չի շակում հունիսի 8-ից ամեն ինչ։ Օրինակ ինչի չվերացրեց սահմանափակումները, դեռ մի բան էլ ավելացրեց։ Դեռ աշխատանքային կարգով լուծելու հարցեր կան, դուք հետևեք process-ին, ոչ թե ուղղակի օրերը հաշվեք եւ գրանցեք դեպքերը, այլ դուք հետևեք process-ին, հետևեք դեպքերի տրայեկտորիային։ Եվ ընդհանրապես ես մի բան էլի խորհուրդ տամ։ Իրան ԱՄՆ համաձայնության մասին հարց չունեք ինձ տալու։ Իրան ԱՄՆ խաղաղության ուրեմն հուշագրի մասին ինձ հարց չունեք ժողովուրդ ջան տալու։ Եթե հիմա ոնց է ստացվում, որ պատերազմի ժամանակ դուք ունեք այդ հարցը տալու, որ կարողա թրիփը վտանգվի, կարողա չստացվի, այդ հարցերը դուք պատրաստ ունեք։ Իսկ ոնց է ստացվում, որ խաղաղության ժամանակ չեք ասում, պարոն Եղան, սա դրական ազդակ է, հիմա թրիփը ավելի մեծ, իհարկե դրական ազդակ է, իհարկե, եւ դա շատ լավ է, ի տխրություն ընդդիմադիրների, դա շատ լավ է, որ իրանք լեզու են գտել, որ այնտեղ աշխատելու են միասին, մենք էլ այստեղ ենք աշխատելու միասին, եւ ԱՄՆ-ի հետ, եւ Իրանի հետ, եւ դա շատ լավ է, եւ բայղուշություն անելու եւս մի թեմա պակասել է ընդդիմությանը, ինչից իրանք շատ տխուր են, ասես որ թող բայղուշության նոր թեմաներ հորինեն։ Արհեստական բանականության կենտրոնը հիմնվել է Գագարինում, արդեն ներդրումները արվել են, հեսա Հրազդանինը, հեսա նոր ամերիկյան։ Այս մեկը Nvidia-ինը պետք է լինի, Գագարինինը անունները Firebird-ներ չէ կարծեմ, այդ անունները կարողա չհիշեմ, բայց արվում է ամեն ինչ։ Որտեղից որ այդուհանդերձ այդ հուշագիրը կստորագրվի երկու կողմերի։ Չի ստորագրվել արդեն։ Ստորագրվել արդեն, այսօր հրապարակեցին։ Հա։ Այնպես որ ամեն ինչ լավ է, ժողովուրդը տեր է կանգնել խաղաղությանը, իսկ ընտրակեղծարարներով մենք դեռ պետք է զբաղվենք, այդ ձայնագրությունը հետևից պետք է գնանք, ասեմ ավելին։ Մայիս ամսին գործի ընդունված եւ հունիս ամսին գործից ազատված մարդկանցով էլ մի հատ պետք է զբաղվենք եւ աշխատավարձներ ստացած, որը էլի եղել է ընտրակաշառքի, չեմ ասում բոլորը, իհարկե կարող է մեկնել մարդես մայիսին գործի ընդունվել է, հետո լեզու չի գտել գործատուի հետ, հունիսին ազատվել է, բայց եթե տեսնենք, որ այդ թիվը շատ մեծ է, դրանով մենք հիմա կզբաղվենք։ Ընտրակաշառքի, աշխատավարձի տեսքով ընտրակաշառքի, մեկ ամսով ոչ միայն, ինչ որ տեղերում, միտեղ, իրանց շտաբում, ինչ որ մեկի շտաբում, անպայման չի հենց իրանց էլ, իրանց ընկերների ընկերություններում, ինչ որտեղ, եթե մարդը ընդունվել է, դուք այսօր կներեք, կա տենց աշխատանքը տենց թափած է, որ գնաք միտեղ, մի ամսով 300,000 դրամով գործի ընդունվեք եւ դուրս գաք։ Նույնիսկ եթե նոր մարդը գործի ընդունվում է կամ նվազագույն աշխատավարձով կամ, չգիտեմ, միջինին մոտ աշխատավարձով, ոչ թե միջինից բարձր աշխատավարձով, տունը քնած ստանում է ու հետո ընտրություններից հետո դուրս է գալիս։ Այդ աշխատանքից դրանցով էլ է պետք զբաղվել նենց որ։ Եվ այդ հարցում մենք լինելու ենք շատ կտրուկ, ասեմ ձեզ։ Դա որովհետեւ դա դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ։ Լսում եմ։ Ես մի քիչ ուշ միացա, բան ներողություն, եթե հարցը կրկնվի, երեք Սամվել Կարապետյանը ընդդիմությանը ուղված այո
կոնսոլիդացիայի համախմբման կոչով է հանդես եկել, ձեզ ո՞րն է այդ համախմբման նպատակը, արդյոք փողոցային ակցիաների։ Չգիտեմ, ես այդ կտորն եմ մենակ տեսել, ես հələ մի հատ թող դուք չկայիք այդ ասուլիսին։ Ոչ։ Այ չէին հրավիրել Սիվիկին, տեսնում եք, դուք էլ չկայիք։ Հա, մի հատ թող ամբողջական հələ հրապարակեն, դա էի ասում, 15 ժամա մոնտաժում են։ Մի հատ տեսնենք ինչ է ասում։ Նոր այդ մի կտորից ինչ հասկանամ, ես հարկը շատ բան չհասկացա ինչ է ասում, էլի։ Ես առաջին անգամ եմ լսում հետընտրական կոալիցիա, то есть անդիմության մեջ ինչ է հետընտրական կոալիցիա։ Եթե նկատում ունեն այստեղ իրանք միասին համագործակցելու են, իրար հետ այստեղ Դե դիմադիր ոչ դաշտ են, Լևոն Զուրաբյանը, Էդմոն Մանուկյանը մեռան ասելով, եկեք համագործակցենք, այդ մարդկանց չընդունեցին ցուցակ։ Հիմա ընտրություններից հետո ինչ են անում։ Պետք է իրանց ընդունեն ցուցակ, թող ընդունեն, ինչ ասեմ։ Այսինքն ընտրությունների միջոցով փոփոխություն չկարողացան արձանագրել, հիմա հնարավոր է որպես այլընտրանք դիտարկում են փողոցի միջոցով ճնշում Ախր փողոցը այնտեղ դրած չի իրանց համար, փողոցը ինչ իրանք ինչ կապ ունեն ընդհանրապես փողոցի հետ։ Իրանք ինչի՞ մա թող Նախորդիվ եղել է, չէ՞, փողոցային պայքարի փորձեր, թեկուզ զախողված, բայց եղել է։ Հա եղել է, Դիմադրության շարժում, բայց հիմա դժվար թե լինի։ Հիմա դժվար թե լինի, որովհետև հանրությունը գիտի, թե ոնց է քվեարկել հանրությունը, կներեք նույնաբանության համար, այսինքն հավաքականությունը մեր հանրության, իրենք գիտեն, այսինքն 340,000 մարդը գիտի, որ 727,000 մարդը կա, այն 727-ն էլ գիտի, որ 340-ը կա, հələ մի բան էլ պակաս է, ընտրակաշարք վերստացնեին են գիտի, որտեվ իրանց հարևաններն են, իրանց ընկերներն են, չգիտեմ, իրանց բարեկամներն են, այնց որ այդ իրանք ուղղակի քաղաքականություն իրանցը չի էլի